Պարոն Ջաբրյան, հայտնի է, որ հարկայինը ձեզ դատի է տվել եւ մի քանի միլիարդ դրամ գումար է պահանջում ձեզանից։ Կցանկանայի հասկանալ դուք ինչպես եք այս պայմաններում պատրաստում շարունակել աշխատել եւ ընդհանրապես ինչպես է այսօր այդ դատական process-ը։ Ասեմ, որ նախ 3.8 միլիարդ է ակտը, որ տրվել է մեզ ֆինանսի նախարարության կողմից, ասեմ, որ մենք ենք իրենց դատարան դարել եւ ոչ իրանք մեզ, բարձրապես որովհետեւ մենք համամիտ չենք ակտի հետ, կարծում ենք, որ իրավացի չէ, արդեն դատական process-ը գնում է, վերջին նիստը տեղի պիտի ունենար փետրվար 29-ին, բայց հետա ցկվեց, տակավին հաջորդ նիստը նշանակված չէ, թվականը չգիտեմ, կարծում եմ process-ը նորմալ գնում է, Եվ կարծում եմ մենք դատարանում կփաստենք, որ այս հարցով մենք ճիշտ ենք եւ նախարարությունը սխալված է։ Այսինքն դուք պատրաստվում եք դատարանում հաղթել հարկային մարմիններին։ Հեշտությամբ, որովհետև հարկային մարմինները բավականին մեծ բացթողումներ արեցին այս ակտի հետ կապված, կարծում եմ իրենց մոտեցումը ճիշտ չէր առաջին իշտբայից, եւ այս մեկը խախտիկ չէ, դրա համար ես հեշտորեն ասում եմ, որ իրականությունը դատարանում դուրս կգա, եթե ամեն ինչ արդար լինի, մենք հաստատ հաղթելու ենք։ Պնդում եք, որ նման քանակի հարկեր չեք թաքցրել։ Նախ եթե ինչ-որ մեկը մեզ մեղադրում է հարկ թաքցնելով, ես կուզենամ որ գնան մի հատ նախ հայելի մեջ նայեն, իրենք զիրենք, որովհետև ես բացարձակապես չեմ դուլատրի, որ իմ ընկերությունը հարկ թաքցնի։ Նախ երկրորդ ասեմ, այդքան էլ հեշտ չի հարկ թաքցնելը, նամանավանդ հսկայական ընկերությունների համար։ Գիտեք, ռոյալտիների հաշվարկների հետ կապված է ակտի մեծամասնությունը եւ մի քանի ուրիշ տարբեր բաներ կան։ Նորից եմ ասում, կարծում եմ սխալվում է նախարարությունը եւ կարծում եմ դատարանում կփաստենք այդ սխալները, իրենք էլի վերջո կընդունեն, որ սխալ ծևով ըմբռնած են այդ օրենքի ասենք ենթատեքստերը եւ իրականությունը դուրս կգա։ Փաստորեն, սակայն հարկային մարմինները մինչ այժմ չեն հրաժարվել այդ պահանջից։ 3.8 միլիարդից հրաժարվելը մի քիչ հեշտ բան չի, ճիշտ ասած։ Դրա համար կարծում եմ, որ իրենք էլ հասկանում են, որ երևի այս պահին ճիշտ կլինի դատական process-ով անցնի։ Ես նախարարի հետ հանդիպել եմ, բարոն Խաչատրյանի հետ, հանդիպել եմ նաև վարչապետի հետ այս հարցով, բայց գիտեք, կարծում եմ ճիշտ է, որ դատական process-ով գնա, որովհետեւ թափանցիկ լինի, որովհետեւ բացարձակապես ես էլ չէի ուզի, որ ովը մեկը ինչ որ մեղադրանքներ առաջացնի։ Թող դատական process-ով գնա, թող դատարանը որոշի։ Հավատում եք Հայաստանի դատարաններին։ Տարբերակ չունեմ, իմ երկիրն է, պետք է հավատամ։ Եվ որքանով է այդ դատական process-ը ձեր աշխատանքին խոչընդոտել։ Շատ է խոչընդոտել եւ նույնիսկ դատարան չկացած այս հարցը եւ որ ակտը նոր պետք է գրվեր, ես այս մեկը փոխանցել եմ նախարարության, երկրի ղեկավարության, որ օդարի երկրաներտրողին այսպիսի անարդարացի ակտ գրելը իսկապես որ մեծ խոչընդոտ գլա նամանավանդ որ բաց բաժնետոմսային ընկերություն է դժբախտաբար իմ այդ մտահոգություններս չլսեցին եւ իսկապես հսկայական բացասական աստեցություն ունեցած է մեր բաժնետոմսի արժողության վրա բայց համապես այս է բիզնեսի կյանքը կարծում եմ որ ի վերջո գլուծվի Ձեր կարծիքով ինչը կարող է հարկային մարմինների կողմից նման հետապնդման պատճառներ ինչու հենց ձեզ ընտրեց հարկային մարմինը Գիտեք չեմ կարող պատասխանեմ դրան իրենք պիտի պատասխանեն չեմ կարծում քաղաքական ենթատեքստ կա սրա մեջ ես կարծում եմ ուղղակի իսկապես բիզնեսի Միգուցե դուք ինչ որ մեկին խանգարում եք իրոք Եթե խանգարում եմ լավ եմ անում, եթե իրենց խնդիրն է, իմ խնդիրը չի, ես իմ երկրում ապրում եմ, աշխատում եմ, ներդրում եմ անում ես իմ երկրում, բայց կարծում եմ դենց բան չկա անկեղծ ասած։ Այսինքն ես հասկանում եմ, որ նախարարությունը, նախարարները իրենց աշխատանքներն են փորձում անել իրենց լավագույն կարողության սահմաններում։ Ես անձնական մեղադրանքներով չեմ ուզեր գնալ, կարծում եմ, որ ուղղակի աշխատանքային իրավիճակ է։ Իրենք դիտանգյուն ունեն, որ այս է ճիշտը, ես դիտանգյուն ունեմ, որ այս է ճիշտը, ժամանակը ցույց կտա։ Ինչ եք դուք պատրաստվում անել եւ ինչպես եք պատրաստվում շարունակել Հայաստանում ձեր գործունեությունը Ինչպես գիտեք մենք վերջերս հայտարարեցինք որ արդեն մենք վաճառել ենք Կապանի հանքավայրը ռուսական պոլիմետալ ընկերության Այսինքն ստիպված եք վաճառել Չէ, բացարձակապես բիզնեսի որոշում էր եւ այլևս մեր ռազմավարական ծրագրի մեջ տեղ չեր գտներ Կապանի հանքավայրը եւ որոշեցինք վաճառել դժվար որոշում էր բնականաբար նամանավանդ
հայ լինելով ինձ համար մի քիչ շատ դժվար որոշում էր այդ մեկը, բայց եւ այնպես բիզնեսի որոշում էր։ Մեր կենտրոնացումը հանքավայրը հանձնելուց հետո մենք կկենտրոնանանք մեր հետախուզության ծրագիրներով վրա։ Հայաստանից դուրս չենք գալու մենք այս պահին, շարունակելու ենք որոշ ավելի փոքր չափանիշների ներդրումներ Հայաստանում, կենտրոնանալով հետախուզական լիցենզիաների վրա եւ ժամանակը ցույց կտա, եթե դրանք ասենք հետակային կարող են դառնան ինչ որ արդյունահանման հանքավայրեր։ Այսինքն այնուամենայնիվ այս ամենի արդյունքում դուք հանքը վաճառել եք։ Հանքը վաճառվել է, արդեն բացահայտորեն հայտարարել ենք, ուղղակի այս ժամանակահատվածում աշխատում ենք ռուսների հետ հանձնման թվականի վրա, դակավին չենք որոշել երբ ենք հանձնելու, բայց երևի առաջիկայի մի քանի ամիսներու ընթացքին կհանձնենք արդեն նոր սեփականատերերին։ Նախարարը այսօր ոչ էր անում ներդրումների։ Կարծում եք կանադական ընկերությունները տեսնելով ձեր փորձը եւ ձեր հետ կապված խնդիրները ներդրումներ կանեն Հայաստանում։ Գիտեք, խնդիրներ միշտ լինում են, այսինքն դենց չի, որ մենք պետք է մեղադրենք միայն Հայաստանի հետ կապված այսպիսի խնդիրներ, ամենտեղ խնդիրներ լինում են։ Ես կարծում եմ, որ մեր 10 տարին այստեղ արդյունավետ էր, լավ էր, փորձառություն էր, շատ բան սովորեցինք մենք, կարծում եմ կառավարությունը շատ բան սովորեց մեզանից, կարծում եմ երկիրը օգտվեց մեր ներկայությունից, ներդրումների բահով, աշխատավարձերի բահով, միջազգային ստանդարտների բահով, անկեղծ ասած ես դնում եմ, որ բարելավում կա եւ կարծում եմ, որ այդ բարելավման վրա հիմնվելով ներդրումներ կրնան տեղի ունենալ, ինչու՞ չէ։ Ես որպես կանադահայ, որպես ասենք սպիրկից եկած այստեղ, ես շարունակելու եմ իմ չանքերս տապել եւ քաչալերել սպիրկահայերին, արևմտյան ներդրողներին, որ ներդրում անեն մեր երկրի մեջ։ Կարծում եմ, որովհետեւ լավանում է ամեն ինչ։ Լավանալու դակավին շատ տեղ ունի, բայց լավանում է։ Ի վերջո ձեզ հիմնականում ինչի մեջ էր մեղադրում հարկայինը։ Այդտեղ մի քանի բաներ կան, ռոյալտիների այսպես կոչված շահութահարկ, ամենամեծ մեղադրանքը դրա հիման վրան է, բայց գիտեք, այդտեղ ուրիշ հարց էլ կա, որովհետև Հայաստանի գործող հանքերից միայն մեկն է դակավին համաձայնվել, որ այդ նոր հաշվարկով վճարի, եւ մյուս բոլոր հանքերը մեզպես վճարում են այն ինչպես որ օրենքը ասում է, եւ այսինքն եթե մեզ մեղադրում է նախարարությունը, պետք է պատրաստ լինի մյուս բոլոր հանքավայրերին էլ մեղադրելու, որտեղ բոլորն էլ նույն ձևով էլ հաշվարկներ անում։ Այսինքն այդ նոր հաշվարկը ընդունելի չէր ձեզ համար։ Բացարձակապես ընդունելի չէ, որովհետև արդարացի չէ։ Եթե նոր հաշվարկ այսպիսի գոչված նոր հաշվարկով պիտի գնանք, մենք պետք է բոլոր հանքերը Հայաստանի մեծամասնությունը փակենք, որովհետև այդքան հարուստ չեն հանքերը, որ կարողանան այդքան գումարներ վճարել։ Անընդունելի բան է։